Բարև ձեզ։ Ես զարմանում եմ ոնց եմ սաղ մնացել։ Ինչ ունեի կորավ։ Ինչ է ստացվում, ամեն ձևով ձեր առջև դռները փակում են։ Բոլոր դռները փակել են, բոլոր։ Միայն դուռն է մնացել, հա։ Միայն հուշեր մնացին։ Ոչինչ, Արեգ ջան, շատ մի տխրի։ Սիրում եմ ձեզ։ Չընկճվել, բոլոր սիտուացիաներում հանկարծ չընկճվեք, խավարից չտրտնջակ, որտեղ խավարին հաջորդում է լույսը, աշխարհի եզրագնդի բոլոր վատ բաները արել են ինձ հետ։ Ես գնում եմ թատրոն, ես սրիկան զանգում միլիցիա, ասում եկել է։ Երեխաներից գողացել են, երեխաներից չկան արդեն 5-6 տարի է։ Ոչ մի լուր չունեմ, ուր են երեխաներս ողջ չեն։ Օպլա։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Վայ, բարև Արեգ ջան։ Ոնց եք։ Մերսի, սպասում էի սրտատրոպ, այս ցավը տանը։ Մի քիչ ուշացանք մենք, բայց եկանք հասանք կարևորը։ Հա, ուշանալ չի կարելի, որովհետև աշխարհում չկա մի ռեժիսոր, որ կարող ասի Վահագը նկարումից ուշացել է կամ ինչ որ ժամադրություն։ Ուշանալը գիտեք ոնց չի կարելի, ընդհանրապես ուշանալ չի կարելի։ Դա աշխարհի ամենամեծ խնդիրներից է ինձ համար եւ բոլոր կինոշնիկների համար, թատրոնի համար, կրկեսի համար։ Ուշանալ չի կարելի։ Բայց ընդամենը 4 րոպե ենք ուշացել, 4 անգամ ներողություն եմ խնդրում ձեզանից։ Ես էլ 40 անգամ ներում եմ ձեզ, որովհետև ամենամեծ պատիժը դա ներելն է, չէ, համամիտ եք, հա։ Եկել ենք ձեր դղյակ։ Օրերս ձեր խրճիթը հրի մատնվեց։ Այո։ Հրդեհվեց։ Այո։ Խնդրեմ, համեցեք։ Միայն թե ոտերը թանեք նոր առաջացեք։ Ահա, համեցեք։ Ինչպես այրվեց եւ որքան ժամանակ եք դուք կառուցում, քանի տարի եք կառուցում եք։ 4 տարի է կառուցում եմ, բայց ամենակարևորը չեմ տրտնջում, չեմ ընկճվում, տանի բոլորից ցավ ու չոր է կրակը, այս ավերվածը։ Ձեր միակ կացարանն էր, որտեղ ապրում էիք դուք, այսպես ասած։ Դե հիմա այսպես ստացվեց, չէ, հիմա մի հատ փոքր բանը բուտկայանման մի բան ապրում եմ, գիշերում եմ։ Դե ափսոս էր, հա, որ ասեմ, չեմ ափսոսում, բան չես ուտա։ Քանի տարի էիք սարքում։ 4 տարի սարքում էի։ Փայտերով, չէ, այդ փայտերը որտեղից էիք բերում, հերրու։ Համարյա Երևանից։ Այդ փայտերը Գերանները, բանը, հա։ Հա, հետո բացի դա մեջահագին բան ունեի։ Ինչ ունեի կորավ։ Անցյալի հետևից չենք ընկնում, որովհետև հիմա անցել է, վсё, վերջ։ Այն բենդերը որ ասում է, ոսկեհորթի մեջ, վերջ, ստիպված եմ դառնալ տնային կառավարիչ կամ էլ թե չէ վերջ։ Հիմա եղավ Արեգ ջան, ինչ անենք, անցավ, անցյալ ասա։ Համեցեք, Արեգ ջան, համեցեք, եկեք, համեցեք, մի ամաչեք, բանը, կոշիկները հանեք, Շատ լավ, շատ առաջացեք, համեցեք։ Միայն դուռն է մնացել, հա։ Միայն հուշեր մնացին։ Ոչինչ, Արեգ ջան, շատ մի տխրի, լավ կլինի, կարևորը մարդու բան չեղավ, որովհետև քրոջ ընտանիքներ, երեխեք փոքր բան, ոչ մեկի մատը փուս չմտավ։ Ամենակարևորը, այն որ վթարա լինում, ասենք, մայրուղու վրա, մոտենում ես, ասում ես, հո մարդու բան չի եղել, ասում են, չէ, ու հանգիստ քշում։ Հիմա մարդու բան չի եղել, ջանդամին։ Նյութը դա ինչ է, ոչինչ։ Այդքան նշանակություն չտա։ Վահագ ջան, հարյուրավոր մարդիկ թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս, մեր հայրենակիցները, ձեր երկրպագուները բարբերաբար հարցնում են ձեզանից. Վահագը ինչպես է, աշխատում է, չի աշխատում, վերջը տուն ունի։
ինչպես է անցնում Վահագի Արորյան։ Սրտատրով հարցնում Որ եմ ձեզանից։ им որպեսությունն են հացնում, դու ասա լучше всех, но никто не завидует։ Կարող եք ինձ հիմա տեսախցիկին դուք փոխանցել նրանց։ Հարգելիներս, ամեն ինչ կարքին է, ես ողջ առողջ, այնպես որ մտածելու բան չկա, ինչ լինում է, թող խրճիթին լինի, մարդու բան չլինի։ Վահագ ջան, Ջան։ 6 տարի է արդեն, ինչ ապրում եք մենության դղյակում։ Այո։ Դուք եք ստեղծել ձեր աշխարհը, չեք ուզում այլ արտաքին աշխարհի հետ կապ ունենալ։ Սա շատ լուրջ հարց տվեցիք արեք, շատ լուրջ հարց։ Ոչ թե արտաքին աշխարհի հետ, ասեմ հիմա, ես որ ապրում եմ այս մենության մեջ արդեն 6 տարի է, այնպիսի տպավորություն է, պետք է ապրես, որ դա զգաս մաշկիդ վրա։ Գիտեք ոնց որ ես ուրիշ մոլորակում լինեմ։ Ցիվիլիզացիայից դուրս զգում ես, որ դու ուրիշ մոլորակում ես ապրում։ Այն մոլորակը, որտեղ որ ապրել ես, ճիշտ է, ձգում է, ուզում ես նորից բեմ բարձանալ, բայց բեմ չեն թողում բարձանում։ Հենց գնում եմ թատրոն, հենց սրիկան զանգում է միլիցիա, ասում է եկել է։ Այսինքն ինչ է նշանակում, թատրոնում ձեր առջև դռները փակում են։ Ոչ միայն թատրոնում, ամենուրեք, ինչ որ մեկը գիտեք ինչ տպավորություն է, ինչ որ մեկը հրամայած լինի, ասի բոլոր օթերը փակեք իրա։ Ու բանը, այս 15 տարի է, 15 տարի է Գրաֆ Մոնտե Քրիստոյի նման, ուրեմն աշխարհի ամենածանր հանցագործությունները կատարել են իմ հանդեպ։ Դա այսօրվա հարց չի, որ մենք քննարկենք, աշխարհում ինչքան ծանր հանցագործություն գիտես, իմ հանդեպ արել են։ Ես զարմանում եմ ոնց եմ սաղ մնացել։ Ինչ են ուզում ի վերջո ձեզանից։ Պարոն Սիմոնյան, արտիստ մարդ եք, արվեստագետ մարդ եք, Արդեն 54 տարի է։ բեմում, կրկեսի արենայում, կինոժապավենում, այդ ամեն ինչում դուք կաք։ Ամբողջ կյանքս Եվ եմ թողել եք ներդրել։ բավականին մեծ ժառանգություն ձեր կյանքն եք դրել։ Հիմա դուք ոչ թե ձեզ են, այսպես ասած, անտեսել, այլ դուք չեք ուզում նաև իրենց նմանների հետ շփվել։ Այդպես է, չէ՞։ Դա, հա, իրանք ասում են եղիր մեզ հետ, այդ սրիկաները։ Բանը, ոնց թե ձեր հետ։ Ես իմ արվեստի հետ եմ։ Ես ոնց կարամ ինչ-որ թեկուզ աղբերս լինես, ոնց կարամ ես քո հետ լինեմ։ Ես այ մարդ իմ գործով եմ զբաղված։ Ես ընկերություն եմ անում բեմի հետ։ Լավ, գիտեք ինչա, սա մակարդակի հարց է։ Մեկը չի ասում, այ մարդ, խոսքի օրինակ իմ վրա չեմ բերում օրինակը։ Լավ երգիչ է, շատ լավ երգում է, շատ լավ կատարում է, օպերա է, երգում բան։ Իրանից գիտեք ինչ եմ պահանջում։ Այս ինչ բանը ինքը вообще այն տղեն չի սխիլ։ Այ մարդ դա երգիչ է, թողեք ինքը իր աուրայով թողլի, իր կաղապարի մեջ ինչ եք իրանից ճիշտ ու սխալ պահանջում։ Նա կարող է խոսքի Մոցարտը ոնց եղե, տուն մտնելուց ցեխոտ կոշիկներով է մտել, դուրս գալուց ոտքերը սրբեն որ այս մարդիկ ունեն իրանց յուրօրինակ տարօրինակությունը։ Պետքա չմտնես այդտեղ, քիթ խոթան չլինես։ Այս քիթ խոթանները քիթը խոթում են ու փչացնում են ամեն ինչ։ Եվ այս 15 տարվա, գիտեք ինչ եմ ափսոսում, որ ես լիքը հավաքված ներսում խոխմեք, հումորային սցենարներ բան չեմ կարում ռեալիզացնեմ։ Դուք նաև այս ամայության մեջ, որտեղ ստեղծել եք ձեր յուրահատուկ ազնվական աշխարհը, այստեղ էլ եք դուք արվեստով զբաղվում։ Այստեղ դուք եւ արտիստ եք, եւ ձեր արքան եք հայտնի Գիտեք ոնց։ ֆիլմից, ինչպես ասում են, ու նաև այստեղ դուք ունեք երաժշտական գործիք։ Ես տեսա Դահոլ։ Չէ, դահոլ չէ, Վահագ ջան։ Հա, դաշնամուրի մասը։ Այո, դաշնամուրը ես առանցրացի, նկատեցի դաշնամուրը, թե դու ինչպես ես շատ գեղեցիկ փաթեթավորմամբ պաշտպանում անձրևից, արևից, քեզ մոտ բավականին տարբեր է եղանակը։ Ես ասեմ Արեգ ջան, արվեստագետ լինելը, արտիստ լինելը։ Նո արտիստ ասեմ, որտեվ բոլոր արվեստները մտնում է արտիստ, նկարիչն էլ է արտիստ։ Նկարիչն էլ է արտիստ։ Արտիստը դա մասնագիտություն չի, դա
ճակատագիրը։ Եթե դեմ չեք, ես մեծ սիրով կփորձեմ ձեզ հրավիրել դեպի այն կողմ, որտեղ նաև Բարձանանք բեմ։ Այո, բարձանանք բեմ։ Գնացինք։ Բանը, բայց բանն եմ նվագելու։ Բեթհովենի 4 սիմֆոնիան։ Ես Բայց դհոլո։ Չէ, դաշնամուրով գնացինք Վահագ ջան։ Վահագ ջան, այս դաշնամուրը որտեղից ես գտել եւ ինչպես ես բերել այստեղ։ Ես գնել եմ շատ էժան դաշնամուրը։ 20,000 դրամ, շատ էժան, շատ։ Իջնելու տեղ չունենք։ Ինչպես օգնեմ։ Դաշնամուր շատ եմ սիրում, ինչի համար։ Որովհետեւ նվագել չգիտեմ։ Ես ու դաշնամուրն ու բանը խոզը տուրնիկից ես էլ դաշնամուր եմ։ Սենց, օպլա, ամենակարևորը կա։ Արեգ ջան, դու որ այստեղ կանգնես, այստեղ բռնես, որ ինքը չխփի մատերից։ Շատ լավ։ Փորձենք Բեթհովենի 5-րդ սիմֆոնիա։ Բան, էսի գազի պեդալն է, նայի, սա գազի պեդալը, գազ ես տալի ու դաշնամուրը։ Ես անկեղծ ես դաշնամուրից այնքան հեռու եմ, ոնց որ ստեղից Չինաստան ոտքով, այդքան հեռու եմ։ Բայց փորձեմ մի բանով ձեզ ուրախացնել, քանի որ հյուր եք եկել, հյուրն էլ Աստծունն է, չէ։ Մենք վաղի մի ընկերներ ենք նաև Վահագ։ Դեռ քաղաքացիական կռիվներից։ Իհարկե։ Ադե կարճ է, ես դաշնամուրը լավն է, բայց կարճ է, դրա համար էլ էժան տվեց։ Բան չպատահես, չէ՞։ Չէ, մյուս գալուց մի հատ երկար դաշնամուր էլի բերեք ինձ։ Կարճ է, դրա համար 20,000-ով Վահագ ջան, տվեցին, որ երկար վախեցա Վահագ ջան։ Ես այդտեղ վաղ բռնող ունեմ։ Եկեղեցին մոտակայքում է։ Թաքյարլու վաղ եմ բռնում, տանենք մոմ կթափեն, վախդ կբռնեն։ Տենց է կյանքը, ես մի խորհուրդ տամ, ամեն դաշնակար պետք է ունենա իր վաղ բռնողը։ Վահագ ջան, մեր հաղորդումներում մենք միշտ ներկայացնում ենք ձեր ապրելու վայրերը, թե ձեր կյանքը ինչպես է անցնում, ինչպես եք դուք կյանքի մեկ այլ մեկուսացման պայմաններում փորձում եւ ապրել, եւ պայքարել, եւ դիմադրել, եւ գոյատևել։ Միևնույն ժամանակ երբեք այն գեղեցիկ ճառագայթը լույսի չեք կորցնում, լուսավորությամբ եք տրամադրված, բարին եք կամենում, լույս եք տալիս, ուրախացնում եք։ Այս մեկուսացված պայմաններում ո՞նց եք գտնում այդ լույսը, որտեղից եք գտնում։ Ներսից, Արեգ ջան, ներսից ուրիշ տարբերակ չկա։ Գիտեք ոնց է, երբ որ ասենք խոսքի նայել եք Ռոբինզոն Կրուզոն, Դանիել Դուֆո, կարդացել եք։ Իհարկե։ Ռոբինզոն Կրուզոն մի հատ լավ, վերջում մի հատ լավ ֆրազա է ասում ինքը, ուշադիր երևի չեք եղել, ասում է դժվար է ասել, թե որն է գերադասելի, մենափարփակ աշխատանքը, թե աշխարհի եռուզեռը։ Գիտեք, այսա շատ կարևոր է, էլի, ասենք երբ որ դե պարզ է ամբողջ կյանքս ես ապրել եմ այդ եռուզեռի մեջ, բեմերում, 548 թռիչք ունեմ օդանավով ամբողջ աշխարհը մանեմ եկել, բայց մեկ գիտեք ինձ մոտ ինչպիսի զգացողություն է։ Ասում եմ միգուցե ես սխալ էի, բանակից հենց եկա, պետքա գայի մենության մեջ, հետո ասում եմ չէ, իմաստը որն է։ Այս իմաստի փնտրտուկն է էլի, որ չգիտեմ, ոչ ոք չգիտի։ Ամեն դեպքում ինչ որ ձևով մեկ այլ եղանակով բարդ է, երբ դու մեկուսացման մեջ ես, երբ դու ներսից էությամբ արտիստ ես, ուզում ես անպայման իրացվես։ Հա, Ներաշխարհդ անընդհատ լցվում է, սնվում եք։ Մաճարի նման անընդհատ եռում է ներսդ։ Արդեն 6 տարի է այդ վիճակին է, անընդհատ եռում է, ուզում ես այդ մաճարը խմես չկա, բաժակը չկա։
Նախորդ մեր հաղորդումից հետո լուրեր տարածվեցին մեդիայում, որ Վահագն Սիմոնյանը վերադառնում է բեմ, կինո։ Հա, ուզում եմ վերադառնամ, գնում եմ, ընսրիկան անուններ տալ չեմ սիրում, ընսրիկան զանգում է միլիցիա, ասում է եկել է, գալիս են ասում են մի արի, ես այստեղ։ Ինչ է ստացվում, ամեն ձևով ձեր առջև դռները փակում են։ Բոլոր դռները փակել են, բոլոր աշխարհի եզրագնդի բոլոր վատ բաները արել են ինձ հետ։ Վայ այնպես բաներն արել, որ պատմեմ կզարմանաք։ Ես զարմանում եմ այդքան չարությունների ասում եմ, որտեղից։ Եվ ես իրանց պատժել եմ, գիտեք ոնց եմ պատժել։ Ամենադաժան պատիժն եմ տվել, ներել եմ։ Իմիջիայլոց հիշեցի Ալ Կապոնեին։ Ալ Կապոնեն մի լավ ֆրազա ունի, ասում է բանը իմ թշնամիներին ներել, հա, Աստված թողների, բայց ես կազմակերպում եմ նրանց հանդիպումը։ Շատ հետաքրքիր ասում է։ Նո Ալ Կապոնեն հզոր մտքեր ունի։ Արեգ ջան, գիտես ոնց մենակությունը փարատում է մի բան։ Հույս, հավատ, սեր։ Այդ երեքը չեղավ, մնացածը սուտ է։ Մեկ էլ գիտեք ինչն է սուտ էս աշխարհում, նայեք մտքից եկավ։ Հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, որ ինչ որ ակնարկում են բան։ Ընդհանրապես եզրագնդի համար է սա։ Ասում եմ, եթե ես կարիք չունեմ ոչ մի բանի, բոլորը գիտեն, ով գալիս է ասում է ինչով օգտակար լինեմ, ես ասում եմ ոչ մի բանով ձեր առողջությունը, որովհետև իմ ամենասիրած արտահայտություններից մեկն է, ինչով կարող եմ օգտակար լինել։ Ախպեր ջան, չի կարելի։ Դա անքաղաքավարություն է։ Մեկ դա է անքաղաքավարություն, մեկ էլ անքաղաքավարությունն է, որ հարցնում են առողջականդ ոնց է։ Հենց հարցում են առողջականդ ոնց է, ասում եմ կանայք չեն բողոքում։ Հապա ինչ անշարժ բժիշկ ես, խիրուրգ ես, ինչ ես հարցնում առողջությունից։ Նախ եւ առաջ հարց տալը արդեն անքաղաքավարություն է, չէ։ Ռուսը մի հատ լավ տոնկի է, էլի ես կոչ։ Ասենք, եթե մի բան ուզում է հարցնի սենց անում, ասում է извините, пожалуйста, 1000 извинений. Можно один вопрос։ Հա, սենց բան կա, էլի։ Հարց տալը արդեն շատ նուրբ է։ Պետք է հարցը նստած, որ դիմացինից չվիրավորես։ Իսկ ինչ խոսքը վերաբերում է մենության մեջ, ինչպես եմ ապրում, ես ինքս զարմացած եմ իմ ուժերի վրա, հավատացեք, ես ինքս զարմացած եմ, այսինքն դա երկնավորի շնորհքն է երևի, մենակությունդ փարատում ես մի ճանապարհ կա տեղ, ինքդ ընկերություն անես մենակությանդ հետ։ Շատ նուրբ բան եմ ասում, շատերը կարող է չընկալեն։ Պետք է կարողանաս ինքդ մենակությանդ հետ ընկերություն անել, քո լույսը տեղա, քո փրկությունը տեղա։ Այլապես թեկուզ ամբողջի մեջ ապրես։ Պետք է կարողանաս այդ հոծ բազմության մեջ մի հատ ճշտել ինքդ քո մենությունը։ Չէ՞ որ ես ասեմ մի բան չեք հավատա, որ գնում եմ քաղաք, այնտեղ ավելի մենակ եմ զգում, քան այստեղ։ Եվ ի վերջո չմոռանանք, որ Արլի լիտают в одиночку, շակալի պասուցստեմ, հա։ Ես էլ փորձեմ մեկ հատ անքաղաքավարի հարց տալ։ Խնդրեմ, եթե անքաղաքավարի է, խնդրեմ։ Պարոն Սիմոնյան, այսպես ասած մշտական աշխատանք չունեք։ 6 տարի արդեն։ Տարատեսակ հարցեր են ի հայտ գալիս։ Ահա։ Սկսած ինչպես եք վաստակում ձեր հանապազորյա հացը։ Ես չեմ վաստակում, ես չեմ հասկանում ոնց է գալիս դա։ Դա կապ ունի։ Կոնֆուցին մի լավ բան ասում, Կոնֆուցիոս, ասում է, выбери занятие по душе, и ты убедишься, что ни одного дня в твоей жизни не будешь работать. Стак գիտեք Լենինը ինչ լավ բան ասել։ Каждый индивидуум с точки зрения банальной эрудиции может игнорировать тенденции парадоксальных явлений, в которых возбуждаются дурные ассоциации, связанные с подобными эмоциями, которые являются плодом психогенетических процессов как моральной, так и душевной жизни человека. Вот вы замечаете, что я центральный русский школ скончался, у меня русский обозревание. Вот так. Վահագ,
Արդեն ձմեռ է։ Ձեր խրճիթը Դրա երգը ես գիտեմ, արդեն ձմեռը ярարի սիրենք իրար, թե արդեն գարուն է ելնի։ Չմոռանամ ասել, ես չեմ ապրում, ես ոչ թե ապրում եմ, ես զբաղված եմ մի բանով, ասեմ կոնկրետ ինչով, искусство выживания, ողջ մնալու արվեստով։ Իսկ թվում է աշխարհի բոլոր մարդիկ են զբաղված դրանով։ Հարգելի Վահագն Սիմոնյան, ես հասկանում եմ, որ դուք իմ հարցերից փոքր-ինչ խուսանավում եք, բայց հարցս հետեւյալն է. ձեր միակ կացարանը այրվել է։ Դուք բաց երկնքի տակ եք մնացել, արչևում ցրտաշունչ ձմեռ է։ Հա, գիտեմ։ Ցախ եմ կոտորում ես էլ։ Ուրիշ ճար չունեմ, ինչ անեմ։ Բանը խեղդվողի ասենք օթանավը ընկելա, չէ, կղզի, դու էլ ընկել ես ջուրը, դու պետքա քեզ փրկես, չէ, ուրիշ ոչ ոք չի փրկելու, ոչ այդ ավիակամպանիան, ոչ մեծ եղբայրդ, ոչ հերդ, հորողբերդ, ոչ ոք չի փրկելու։ Դու դա քո խնդրեմն է։ Ես ոչ մեկի վրա հույս չեմ դնում։ Ես ամեն առավոտ արթնալուց ասում եմ փառքես Տեր Աստված, որ ես ողջ եմ։ Ես շատ քիչ եմ խոսում, բառերը միգուցե ճիշտ չեմ դասավորում։ Ես զբաղված եմ միայն դրանով, համեմատեմ ասածս, ասենք մեքենա ես վարում մայրուղով, ես ամբողջ աշխարհը մեքենա է վարում, ես ոչ, ոտքս գազին դրած տեսադաշտ եմ փնտրում։ Տարբերությունը զգացիք, ոչ թե մեքենա եմ վարում, մեքենայով տեսադաշտ եմ փնտրում։ Այս տարբերությունը հիմա ես ոչ թե ապրում եմ, այլ ես զբաղված եմ ողջ մնալու արվեստով։ Բարձր։ Պարոն Սիմոնյան, Հաջան։ երբ մենության մեջ ես գտնվում ու բավականին երկար տարի արդեն, փորձում ես հաշվետվություն տալ քեզ։ Փորձում ես քո սխալները իմի բերել, հասկանալ որտեղ ինչ սխալմունք տեղի ունեցավ, ինչից ուր հասար։ Սովորաբար տրամաբանող մարդիկ մտածում են, վերլուծող մարդիկ։ Ինչ խոսք։ Եվ փորձում են կամ իրենց արդարացնել, կամ ինչ-որ հարցերում մեղավոր զգալ, կամ փորձում են կռիվ տալ իրենց եսերի հետ, եւ այդ եսերի մեջ էլ իրենք խճճվում են ու չեն հասկանում որն է ճիշտը։ Դուք գտել եք Վահագնի էության ճիշտ կողմնորոշումը կյանքում եւ որքանով եք դուք երջանիկ դրա մեջ եւ միթե ժամանակին երբ դուք երիտասարդ էիք, շատ ավելի երիտասարդ էիք, կմտածեիք, որ ձեր կյանքում նման անկանխատեսելի արկածախնդրություն տեղի կունենար։ Երբեք մտքովս չի անցել այդպիսի բան։ Անենց ռեսկի անակնկալի բերեցին ինձ։ Շատ ռեսկի եկան միլիցիայով բնակարանիցս հանեցին, թղթեր ցույց տվեցին։ Ոնց էին սարքել այդ թղթերը, ինչ-որ դատարանով, ինչ-որ դատավորի վճիռով, ասեսով արել, հետո ասեցի ես, մի անգամ ասել եմ իրավունք թերթով, որ այն զովունը այն սրիկան արե, բոլոր զովունեցիներն է ճանաչում են իրան, բոլորն էլ թքում մրում են։ Արեգ ջան, ես զարմանում եմ մի բանի վրա, ես դիմել եմ, որ ասենք չեմ դիմել եմ, ասում եմ, այ մարդ, ես ինչ անա, ես ինչ հասցեում ագդրում, ինքն է արել, խլել է բնակարանը, սենց հիմա Դավիթաշենում 3 սենյակը 120 թե 100-140 հազար դոլար արժի։ Խլել են, խճճել են թղթերը, մանիպուլյացիա են, այն որ ժանգլյորություն են անում, տենց ժանգլյորություն են արել, խլել են իմ հորիցս թողած ժառանգությունս, մեծ գումար, խլել են, ոչ մեկ չի զբաղվում, բոլորը ինչ-որ վակրուգի դահուկլը խոսալով ինձ փափուկ բարձնդրում ճանապարհում։ Արդեն 6 տարի է դա։ Արդեն 10 տարի է, 13 տարի է, ինչի 6 տարի։ Երեխաներից ապուրինի ձևով ձեզ զրկել են ձեր բնակարանից։ Անպայման։ Բա ասում եմ ով ատա։ Դրա մասին իրավապահները որևէ քայլ չեն ձեռնարկել։ Չէ։ Թե ասում են հայ հիմա եղել է, ինչ անենք։
զարմացած եմ, Բոլորս ենք հասկանում, որ նման բան ոնց կարող է։ Հենց այդտենց թղթերը կա, Facebook-ում գցել եմ, դատանի վճիռ կա, որ ինձ վճարել այսքան գումար, ոչ վճարել են, պլյուս դրան երեխաներից գողացել են, երեխաներից չկան արդեն 5-6 տարի է։ Ոչ մի լուր չունեմ, ուր են երեխաներս ողջ չեն, պատկերացնում եք դա ինչ պատիժ է։ Ես էլ ասում եմ աղոթեմ, եթե ողջ են, աղոթեմ, որ փորձանքի չպատահեն, եթե ողջ չեն, աղոթեմ իրանց հոգին լույս դառնա։ Ուրիշ ինչ անեմ։ Դուք եք իմ տեղը ինչ պետք է անեք։ Մինչ օրս չեք տեսել։ Չէ, ոչ տեսել եմ, ոչ բան դիմել եմ, գնում եմ ռազմական ոստիկանությունը ասում է երեխաները ռոզիսկի տակ են, հետախուզման մեջ են, որ բանակ չեն։ Ես ամաչում եմ։ Ես բանակ ծառայել եմ, 2 տարի ծառայել եմ սովետական բանակում, Բերլին եմ ծառայել։ ԳՍՎԳ Группа Советских войск Германии. Мինչև ասեմ, բանը իմ части համարը. Полевая почта 58731, ордена Суворова, Кутузова, краснознаменный, ордена Суворова, Кутузова, 69-й Королевский полк. Группа Советских войск Германии, военно-воздушные силы, ансамбль военно-воздушных сил, однопольчание. Ամբողջ Գերմանիայում անում եք կոնցերտներով։ Ես ծառայել եմ հիմա, ես վատ եմ զգում, ինչ որ մեկը որ ասում է երեխաների տուրեն, ամաչում եմ, ասեմ որ բանակից փախել են։ Բանակից խույս տալու միակ ճանապարհը դա բանակ ծառայելն է։ Վահագ, Համամիտ եք։ Всё։ Վահագ, կարոտում եք ձեր որդիներին։ Ոնց։ Կարոտը սառնում եմ ուրիշի երեխաներին գրկել սիրելով։ Չէ որ ես որպես արտիստ օրիգինալ ժանրը ես համարում եմ որ աշխարհի բոլոր երեխաները անկախ իրենց գույնից ազգությունից ես չեմ իրանց ծնողը, բայց իրանք իմ երեխաներն են։ Ես բոլոր երեխաներին տենց եմ երեխաներից կարոտը ուրիշ երեխաներից առնում եմ ու զարմացած եմ, եթե երեխաներս ողջ են, ինչի մի հատ չեն զանգում ասեմ բարև պապա։ Ընդհանրապես ուրիշ բան չեմ ուզում։ Միթե մի աններելի արարք եք արել եւ նրանք մինչեւ հոգու խորքը նեղացած են ձեզ։ Չէ, ես ունեմ մի վագոն տեսաերիզներ, որ երեխաներից ոնց եմ մեծացրել։ Իմ հարևանները գնացեք հարցրեք Դավիթ Հաշեն առաջ թաղամաս 28 չենք։ Ասեք ոնց է պահել վագը։ Բոլորը զարմացած են, ասում են խի սենց հայր ալնում, սենց երեխա է պա։ Ստեղ ինձ թվում է մեկի հրամանն է, էլի։ Ինչ որ մեկի հրամանն է, որտեվ անենց առանցից տեղյակ պայելու երեխաներից թրցրել տարել են ասում մեկ ասում է Իսպանիայեն Ալեկանտե քաղաքում են, մեկ ասում է Բարսելոնայում են, մեկ ասում է Բելգիայում են, մեկ ասում է բոլորը ամբողջ աշխարհից դեմ է դուրս եկել, ինձ մոտ ցես տպավորություն է։ Լավ մեկը չկա, ասենք խոսքի այդ Իսպանիայի Ալեկանտի քաղաքից, Facebook-ով կամ հեռախոսով զանգի ասի Վահագ ջան, ստեղ են երեխեքը, չկան։ Հիմա կարող է երեխեքս լեզուս պապանձվի ողջ չեն։ Բայց լավ անտեր է այս աշխարհը։ Սենց մի հատ այսպես Սալոմինկայով ծածկված է այս աշխարհը։ Չեն կարում գտնեն, ես զարմանում եմ։ Մեկը մի հատ ձույա գողանում վրաս գտնում են։ Զաժիգալկա գողանում գտնում են։ Երկու հատ երեխա, այն մեծս 2 մետր է բոյը փուչուրս։ Չեք կարում գտնեն երեխեքից, չեմ հասկանում։ Այ ինձ համար դա անհասկանալի հարց է, էլի։ Այսքան անտարբերություն։ Գիտեք ոնց ասում եմ դու մի վախեցիր ընկերոջիցդ, ամենաշատը նա կարող է քեզ դավաճանել։ Դու մի վախեցիր թշնամուցդ, ամենաշատ նա կարող է քեզ սպանել։ Դու վախեցիր անտարբերությունից։ Ձեր խոսքով ձեզ զրկել են բեմից, ձեր արտիստի երևացող կոչումից, ձեզ զրկել են ձեր խոսքով ձեր երեխաներից, ձեզ զրկել են ձեր տնից, ամեն ինչից։ Լավ է, այս արևն էլ տեսնում եմ ես։ Հետարքիր է, չի արեք։ Եվ ամենակարևորը այս ու հանդերձ, այսքանով հանդերձ պետք է ծիծաղես։ Այլապես լաց կլնես։ Վահագն, երբ լռում են ծափերը, հոգուտ ներսում ինչպիսի ձայն է բարձրանում։ Ճիչ, սիրամարգի ճիչ։ Ինչի մասին է դա։
նրա մասին է, որ հոգիդ վանդակված է։ Դու չես կարողանում տալ այն, ինչ որ պետքա տաս։ Գիտեք, ես մանկուց սովոր եմ, միգուցե դա իմ մասնագիտությունն է ինձ սովորացրել, պետքա դիմացինիս ծիծաղը տեսնեմ, որ ինձ լավ զգամ։ Ես զբաղված եմ եղել դրանով։ Հիմա չկա այդ դիմացինս, որ ես իրան ծիծաղացնեմ, որ ես ինձանից գոհ քնեմ այդ օրը։ Իմացեք, որ այսօր կարող եք ոչ միայն գոհ, երջանիկ եւ լիարժեք քնել։ Գարիբալուստ հայրենի հարգելակիցներ, կարմիր կովը ծառից հեռու չի գնում, 40 գետնին չի մնա։ Да. Ինչ անեմ, այս աշխարհն է, этот мир придумал не мною, этот мир придумал не я. Вай. Մեռասելու։ Pam 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 ram ram pam pararam rarararararam տար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  Ամենակարևորը բոլորիդ եմ խնդրում չընկճվել բոլոր սիտուացիաներում հանկարծ չընկճվեք խավարից չտրտնջակ որտեղ խավարին հաջորդում է լույսը բա իմ ջանաքարը օպալա օպլա ուրախ պետք է ապրելու, ուրախ, ինչ կա տնջալու, ես չեմ հասկանում։ Ուրախացեք, սա անում եմ երեխաների համար, երեխաներ, սա ձեզ համար ձրի կոնցերտ, օպլա, հոպլա, ինչպես կասեր մեծն Չարլզ Սպենսեր Չապլինը, այն օրը տե կորած, համարիր կորած այն օրը կյանքիցդ, որ օրը չես ծիծաղել։ Դա շատ կարևոր է։ Մենք այսօր ունեցանք հրաշալի օր, Վահագ ջան։ Դուք մեզ այնքան սեր ու դրական էներգիա եք տվել, դա կոնկրետ ինձ Անկեղծ եք ասում։ Իհարկե։ Ձեզ այդ պարզապես ողջագուրվելը եւ բարևելը մեծ էներգիա է տալիս եւ ամբողջ ներաշխարհը զինում է լույսով։ Արեք իմ ամենասիրած եւ սիրած բաների մասին ասեմ։ Ես ատում եմ այս աշխարհի մենախոսությունները բոլոր եւ ուշքս գնում է պաշտում եմ բոլոր երկխոսությունները։ То есть я ненавижу монолог, я обожаю диалог։ Այս աշխարհի բոլոր խնդիրները գալիս է հենց դրանից, որ բոլորը զբաղված են մենախոսությամբ, ասող են, ասում են։ Մենախոսությամբ ոչ ոք չի ուզում դիալոգի մեջ մտնի դիմացին հետ։ Դրա համար աշխարհի ամենածանր բանը գիտեք ինչն է։ Ասեմ մտներովը տանցած չի լինի երևի։ Միգուցե վերամբարձ բաներ եմ խոսում, բայց ինչ որ զգում եմ, այդ եմ խոսում։ Արեք, ուզում եմ այսօր քեզ զարմացնեմ, այս մի ֆրազայով, խնդրեմ, սա հաստատ դու լսած չես լինի, հանդիպած չես լինի սրան։ Աշխարհի բոլոր մարդկությունը ինչ ծնվել է այդ օրվանից հազարավոր տարիներ պատերազմներ ա եղել, չէ՞։ Մինչ օրս պատերազմներ ա, առհավիճներ ա, ջրհեղեղներ ա, երկրաշարժեր ա, համատարած հրդեհներ ա, պատերազմներ, չէ՞։ Այս բոլորը դնենք քշերքի մի նժարին, կիշի չէ, մինչև վերջ։ Այստեղ մի հատ փուճուր բան ես դնում, փոքրիկ մի բան, մի գրամանոց, ու սա բարձանում է, ավելի ծանր է, քան աշխարհի բոլոր պատերազմներն ու զոհերը իրար հետ վերցրած։ Կարող ես ասել ինչն է։ Սերը։ Չէ։ Ինչն է այդքան որ ստեղծել է սա։ Նայ, ստեղ բոլոր խոսքի ուժը։
Չէ։ Չեմ կարողանում հանձնվում եմ։ Երբ որ կինը տղամարդու խոսքից 1 սանտիմ առաջ է ընկնում, այս արհավիչների բարձրանում սա ամենածանրն է։ Մնացածը թողնում եմ ձեզ։ Մտածեք այս ուղղությամբ։ Վահագն, Հաջան, ծաղրածուի գլխարկը եւ դիմակը, երբ հագնում եք ու չեք մտնում կրկեսի արենա։ ահա, Դա ձեզ բանտարկում է, թե տալիս է մեկ այլ աշխարհ, որտեղ ձեր հույզերը ել ավելի ճնշված են, բայց միևնույն ժամանակ լուսավորված։ դու քո ապսեի մեջ չես։ Բայց դու ունես այդ ծաղրածուի դիմակը եւ գլխարկը։ Ունեմ, Ունես նաեւ այն ներկերը գունավոր։ ունեմ, Միևնույն է դրա մեջ էլ եք բայց բանտարկված։ քիչ դնովի չունեմ, որտեղ իմ բնականից դնովի գիտա։ Միևնույն է բանտարկված եք։ Միևնույնն է։ Երբ ասում են սովորաբար ծաղրածուն բոլորին ուրախացնում է, որովհետև լույս է տալիս։ Այստեղ հարց է առաջանում։ Այդ լույսը, այդ ուրախությունը ծաղրածուն որտեղից է ստանում։ Ծաղրածուն ես համեմատում եմ մոմի հետ։ Մոմը այրվում է, կամաց, լուսավորում է, բայց ինքը այրվում է։ Ու ինքը համաձայն է այդ այրվելուն։ Պատկերացրու, այստեղ ամենաթանկ բանը նա է, որ ինչ որ մի բան ես աշխարհում, ինչ որ մի բանի հաշվին է։ Նայ դու ձուկը բռնում ես գետից, ուտում ես, ստամոքսիդ հարցն ես լուծում, բայց մի բան պակասում է, գետից մի հատ ձուկ է պակասում։ Այսա է, դու պետքա այրվես, որ տաս։ Գիտեք, խոսքս հիմա ինչ որ կատարում է դրա մասին չի։ Պետքա արվեստը թրթրի հոգիդ, ոչ թե ներվերդ։ Այդ դրա մասին է, ամբողջ աշխարհը մոլորված գնում է այդ հոգուս սովը իր բավարարելու։ Դա ստամոքսի նման մի բան է։ Հոգուս սովը, գիտես, ահավոր երևույթ է։ Դրա կարիքը ես էլ ունեմ։ Ես էլ եմ ուզում ինչ-որ մի լավ բան նայեմ, մի կոմեդիա նայեմ, որ հոգիս փառավորվի։ Ես ուրախանամ, չմոռանամ շեշտել Չարլի Չապլինը ասում է, այն օրը համարիր կորած, որ օրը որ չես ծիծաղել։ Եվ դա կապ ունի, որտեվ այս աշխարհը այնքան դատարկ ու մռայլ է, պետք է ծիծաղես, որ լեցունանա։ Ի վերջո, արտիստը իր հոգու հույզերը առանց բեմի ում է պատմում։ Ոչ ոքի։ Բահում է այն հույսով, որ կարող է մի օր դա ռեալիզացնել։ Իսկ երբ եկավ այն պահը, երբ դուք սկսեցիք հասկանալ, որ դուք միայնակ եք ի սկզբանե եւ ամբողջ աշխարհը ձեր դեմ է։ Երբ որ իմ հանդեպ արեցին այդ ամեն ինչը, ես զգացի, որ այս բոլորը ինձ դեմ են։ Փաստորեն իրանք միշտ դեմ են եղել։ Իրանք նոր չեն անում։ Պարզապես դիմակները պատրվեց։ Իրանք ես հետ նայում եմ, միշտ մանրակրկիտ ուսումնասիրում եմ, միկրոխիրուրգիա եմ անում, այսինքն իրանք խաղացել են։ Այդքան տարի իրանք խաղացել են, ես հիմարս չեմ զգացել, իրենք խաղացել են, թե թշնամիները, թե բարեկամդ, Աբուլալա Մահարի մեջ ոնց է շավզիլ ասում, միշտ ոտքի վրա ու սուրը ձեռքիդ, որ քեզ չլլկեն, քեզ չհոշոտեն, թե բարեկամդ եւ թե թշնամիդ։ Սա էլ իմ ուխտիկն է, վերբլյուդիկը, մեկ հետ զրուցում եմ, բանակում մի հատ ընկեր ունեի, Այսինքն հիմա էլ ունեմ, գալիս է, հանդիպում ենք հաճախ, Չոբան Գառնիկը Շամիրովիչ, Գառնիկ ջան, ողջույն, Ռեդավոյ Չոբանյան, մի հատ լավ խոսք ունի, ասում է, на Бога надейся, но верблюда хорошо привяжи։ Դա կա, էլի, այդպիսի բան կա, հույսը դիր ասու վրա, բայց դու քայլեր արա, չէ, այդպիսի մի բան կա, սա էլ իմ ուխտիկն է, Աբուլալա Մահարիից եմ պոկել հանել ու կարավանը Աբուլալայի աղբյուրի նման մեղմ կարկաչելով քայլում էր հանդարտ նիրհազ դաշտերով եւ այլն հանճարեղ ստեղծագործություն է այդ կողմից աշխարհարչակ ստեղծագործություն է Աբուլալա Մահարին ով Աբուլալա Մահարին կարդացել է շատ քիչ մոլորվի այս աշխարհում որտեվ ինքը ճշմարտությունն է քարոզում էլի ես կյանքում ամեն ինչն էլ քարոզա
Ամեն ինչն է քարոզ։ Սուրճ խմելն էլ է քարոզել։ Ամեն ինչը քարոզել է։ Պետքա պարզապես տարանջատել այս ճշմարիտ ճանապարհը մոլորվածությունից։ Չէ՞ որ մենք բոլորս աշխարհում բոլորս էլ մոլորված ենք, բայց Աբուլալա Մահարին հետա բերում դեպի ճշմարիտ ճանապարհը, էլի որոշ տոկոսային հարաբերությամբ։ Չգիտեմ, Աբուլալա Մահարի հանճարեղ։ Սա ես ոնց եմ, я где-то там проморгал։ Այստեղ ես պրամարգալ, ես ոնց եմ այդքան մի ամիտ եղել, չեմ զգացել, որ իրանք խաղում են։ Ես էլ իրանք դերասանություն են անում, այն դերասանի արտիստի զադաչը առաջադրանքը նա է, որ չխաղալ։ Եթե ուզում ես լավ քեզ հասկանալ, չպետք է խաղալ։ Այստեղ Ստանիսլավսկին գալիս է օգնության, վերյու, իլինի վերյու։ Դու անկեղծ ես, թե անկեղծ չես, այս հրա մասին այս աշխարհի խոսքը։ Վահագ, երբ ստիպում ես շարունակել ապրել, երբ թվում է, որ ամեն ինչից կտրվել ես, ի՞նչն է քեզ ստիպում, որ շարունակել։ Ոչ մի բանը չի ստիպում, պարզապես դու զգում ես, որ կամ ապրում ես, կամ մեռնում ես։ Կամ երբ չեն լսում քեզ։ Ով լսի, գայլերը լսում են, արջերը լսում են, աղվեսները, շակալները, օձերը, կարիճները, ձկները, բոլորը լսում են։ Վահագն, եթե աշխարհի բոլոր բեմերի վարակույրները բացվեին, Հա։ եւ ունենայիք դուք ընդամենը 1 րոպե, ինչ կուզենայիք ասել, թե աշխարհին, թե մարդկանց, թե առհասարակ, 1 րոպե խոսքի ասելիք ունեք։ Պատկերացրու չեմ կարողանում գտնել ինչ կասեի բոլորին, խորհուրդ չէի տա, խորհուրդ տալը դա շատ պատասխանատու բան է։ Ընդհանրապես մի բան կասեի։ Սիրում եմ ձեզ։ Սիրում եմ ձեզ։ Վահագ, Գնանք սուրճ խմենք։ կխմենք, մի քիչ խոսենք գնանք։ Հա, Կարանք ստեղ խոսենք։ հա խոսենք, ինչ սուրճն է կարող ենք ստեղ խմել։ Փոքր ինչ հետո խմենք։ Խմենք։ Վահագ, չի պատկերացնի, որ այդ հարցից այդքան կհուզվեիք։ Անցավ նորմալ է։ Նորմալ է անցավ, արեք։ Ձեր մեջ այդ էմոցիոնալ վիճակը, այդ հույզերը, այդքան սեր, զմրսած ապրում եք, Վահագ, բաց երկնքի տակ։ Բա ինչ անեմ, ուրիշ տարբերակ չունեմ։ Վահագ, մասնագիտություն ունեք, Այնց պրոբլեմը տեղա մասնագիտություն չունեմ, դա ինչ աշխարհի ճակատագիրն է։ բեմերում եք Հա պտտվել, ինչ անենք հիմա էսա։ հազարավոր ծանոթներ եք ունեցել, ընկերներ, թե մասնագիտության մեջ, թե առհասարակ։ Հիմա դուք միայնակ եք, դա որքանով է բարոյական, հարց տվել եք ձեզ։ Չէ, ինչ ես այն ճակատը բարձ, իրանք թող մտածեն։ Ես սա իմ վիճակը իրենց ամոթն է, ոչ թե իմ։ Իրենք թող ամաչեն, իրենք ինձ տեսնելուց չեն ամաչում։ Ես ամաչելու չունեմ։ Մեկը այս եզրագնդի վրա թող գա, ասի Վահագը իր հանդեպ սրիկայություն է։ Չկա այդ մեկը։ Այսինքն ձեր ամբողջ ապրած կյանքը ապարդյուն էր, ինչ է ստացվում։ Չէ, Ընկերների հետ հարաբերությունները ապարդյուն էր։ չէ, ընկերները գալի գնում են։ Ընկերներից շատերի հետ, այո, բանից պարզվում է, մեկը կար ասում էր, ակազվեցը բանից պարզվում է, շատերը ֆալշ են, խաղում են։ Բա գիտես, քանի հոգի մաղից ընկավ, չէ՞ որ մաղա դրած ամենտեղ։ Մաղից ընկան ահագին մարդիկ։ Վահագն, այն պահը երբ զգացիք, երբ ձեր մեջ արվեստը խաղից վերածվեց եւ այդ խաղն էլ դուք չկարողացաք ի կատար ածել եւ դա էլ վերածվեց ցավի։
Արեգ ջան, Այսինքն խաղը վերածվեց ցավի։ Դուք դա չէիք կանխորոշել։ ես չէի կանխորոշել, պարզապես գիտեք ինչի տես կատարվեց, արվեստում պատահական մարդիկ շատ են։ Կան դերասաններ, որոնք երկու լարի վրա են խաղում, հետդ իբր խաղընկեր են բանեն, բայց իրենք ինֆորմացիա են ինչ-որ հասցնում, ես իմում, սրիկաներ են, դրանց բոլորին անգիր գիտեմ, իրանք իրան ջրի վրա են դուրս գալու։ Ոնց արա դու այդքան փաստորեն մեջներից կա 40 տարվա ընկեր, որ վերջում պարզվում է ինքը մեջքից քեզ դաշունով խփողն է ոչ թե ընկերը։ Տղա ջան, փաստորեն դու այդպիսին էիր ու դու ինձ հարցնում ես ինչով օգտակար լինեմ, արա դու նախ եւ առաջ ոչ տղա ես, ոչ արտիստ ես, որովհետեւ դու ինչ հարց ես տալի ինձ։ Դու պետք է այնքան թաքուն այդ բանը անեիր, որ ես չզգայի։ Չան շարքում ինչով օգնեմ։ Ոչ մի բանով էլ չես կարող օգնել։ Դու շատ պստիկ ես, որ ինձ կարողանաս օգնել։ Եկեք փոքրիկ մարդկանցից չխոսենք։ Ներողություն եմ խնդրում։ Մի օր մեկը ինձ ասեց, ինչ պատիվ տամ, ասի դու այդքան պատիվ ունես, որ ինձ պատիվ տաս։ Պատիվ տալու համար նախ եւ առաջ դու պետք է այդքան պատիվ ունենաս, որ կարողանաս դիմացինիդ պատիվ տալ։ Ինչ անշարքում ինչ պատիվ տամ։ Հետևաբար նա անպատիվ էր։ Չէ, բայց ինքը անծանոթ էր, բայց ինքը այդքան պատիվ ուներ, կա ծանոթ, որ ինքն էլ իրավունք չունի ինձ պատիվ տալ, որովհետև ինքը այդքան պատիվ չունի։ Երբ բեմը դատարկե առանց Վահագի։ Հա։ Վահագն արտիստին որտեղ փնտրենք։ Այստեղ։ Միայն։ Միայն, հələ որ միայն։ Սերի փոքրիկներ, մեծիկներ, տատիկներ, պապիկներ, հանձինս փոքրիկներ։ Սա անում են, որպեսզի խելոք չմնաք, ոչ մեկին չլսեք, որտեղ բոլորը սուտասան են։ Իսկ սուտը աշխարհի ամենավատ բանն է։ Օպլա։ Օպլա։ Վակիր բիլպյան ֆոկուս նյուդաշյա։ Երեխեքներ գիտեն հերը գործի է գնացել։ Երբ միայնությունը եւ կյանքի հարվածները ջարդում են արտիստին։ Արտիստը որտեղից է սկսում ճար որոնել, որպիսի վաղվա օրնել ապրի։ Այդ հույսը չկորցնի։ Հուսա, որ վաղը բացվելու է։ Այդ ստեղծված իրավիճակը հաղթահարելու եւ կյանքի հարվածներին դիմակայելու բանաձևի մասին եմ ուզում խոսել ձեր։ Արեգ ջան, միակ ճանապարհը մաքարել։ Ամենակարևորը չհուսահատվել, չընկճվել։ Ամենասատանայի ամենաուժեղ զենքը գիտեք որն է։ Նա հենց դրան է սպասում, ասում է ռուսերեն այդ բառը լավ է, ունիվաց, не ունիվաց, չընկճվել, հենց ընկճվար սատանան ասում բռնեց, всё, կործանված մարդ ես, հանկարծ տրտնջաս։ Ձեզ հետ որ շփվում եմ, Վահագ ջան։ Ջան։ Վերջին Ջանը մայա մամը տիբե մատաղ լինի։ Վահագ ջան, վերջին անգամ երբ փորձել եք հաղորդակցվել Բարձրյալի հետ, ինչ եք խնդրել։ Աշխարհի բոլոր մարդիկ մի բան են խնդրում։ Հույս հավատ սեր։ Ամենահզորը սերն է։ Ամեն ինչի նկատմամբ քո իրավիճակի սիրում եմ քեզ, պետք է ասես, սիրում եմ, որ ինձ տվել ես։ Նայ, ոնց չասեմ, շնորհակալ եմ, որ քեզ նման տղան եկել, անստել ենք, զրուցում ենք, դրանից հրաշք բան։ Ես այցելել եմ դիալոգ։ Ես այցելել եմ հայազգի լավագույն արտիստներից մեկը։ Ոյ, երես մի տուրը ես կառնեմ։ Ես ճանաչում եմ ձեզ, ձեր խաղը, ձեր էությունը եւ հատկապես այն վիճակը, որի մեջ դուք գտնվում եք ու
այդքան ուժեղ դուք վառ օրինակ եք եւ մոտիվացիայի աղբյուր եք, որ մարդիկ իրենց չնչին հուսահատությունների մեջ փորձում են կյանքը վարկաբեկել, Աստծո հետ կռիվ տալ։ Նման մարդկանց խորհուրդ կտամ գոնե, եթե նման խնդրի առջև են կանգնում, գան ապարան, Աստվածընկալ եկեղեցու մոտ, այցելեն ձեզ։ Բոլոր եկեղեցիների մոտ։ Չէ, ձեզ այցելեն եւ տեսնեն այն օրինակը, այն մոտիվացիայի գերհզոր ուժը, որ դուք ունեք։ Ձեզ հետ 2 րոպե խոսեն, կյանքի հանդեպ կպայծառանան ու այլևս չեն հուսահատվի։ Մի հատ դրվագ պատմեմ, շատ տարիներ առաջ կամուրջով գնում եմ տաքսիով։ Տեսեմ մի հատ կով ընկել է մեքենայի տակ, փռվել է, լեզուն գցել է։ Տերն է մի հատ տատիկա, ճիպոտը ձեռքը իրա կողմն է, էլի։ Կանգնած գլխավերևը արցունքոտ լաս ա լինում, ասի այ մարդ, ես կնոջը ոնց հույս տամ։ Նա հետարքիր բան էլի, ես ոչ չէի մտածել, որ պատահելու եմ այդ դրվագին։ Պահի տակ։ Մի հատ սաթից բառով հույս տվեցի այս տատիկին, գիտեք ինչ ասի։ Այս տատիկը արցունքով ճիպոտով նայում է այս կովը ոնց է հոգին տալի, ասի. Տատի ջան, թարմը մսի կիլոն ինչ արժի, ու նա սկսեց ծիծաղել։ Смех через слезы. Задача каждого клоуна, каждого комедианта. Задача, вот задача, первая задача. Смех через слезы. Ես համոզված եմ, որ ձեր այդ մտքերը, պատմությունները, իրադարձությունները, որոնք ոմանք հնարավոր է պատմել, ոմանք հնարավոր չէ պատմել, ես հուսում եմ, որ դուք դրանք գրի եք առնում, որպես մեմուարներ, այսպես ասած։ Չէ, պատկերացու չէ։ Բայց մտքումս եմ պահում։ Ամբողջը հիշում եք։ Ոնց իմ հերոսի միջի բոլոր համարների սանգիր գիտեմ։ Վահագն ջան, երբ իհարկե դա մեծ շնորհ է, երբ Աստված արժանացնում է քեզ այն կարևորագույնին, երբ դու կարող ես ինչ որ ժամանակով, ինչ որ մի պահի այսպես հանդիպել Տիրոջը, գոնե տեսիլքի ձևով։ Երբ մի օր տեսիլքի ձևով հանդիպեք Տիրոջը, ինչ եք կարծում, ինչ է հարցնելու ձեզ։ ասելու դու ախմախ չես։ Իրան հանդիպել պետք չի, իրան զգալ է պետք, իրան խոնարհվել է պետք ու չհպարտանալ է պետք։ Ինքը մեր կարիքը չունի, մենք ունենք իր կարիքը։ Ո՞րն է Վահագնի աղոթքը։ Հայր մերը, ասենք հայր մերը աղոթել եմ, ունեք այդ կադրերը, էլի գեղեցիկ ձև կա։ Paterimono en tisuranis agiastito to enimaso el tetio и Վասիլիասո գենետիտո то թելիմասո սա հունարենն է ռուսերենն է բոլոր լեզուներով այնքան գեղեցիկ է очень слушай они бисар да светится имя твое да придет царствие твое да будет воля твоя и на земле как на небе хлеб наш насущный подавай нам на каждый день и прости нам долги наши как и мы прощаем должникам нашим и не веди нас во искушение а избавь нас от лукавого ибо твое есть царство и сила и слава во веки ամին բոլոր լեզուներով այնքան գեղեցիկ է Հենց այս գեղեցիկ շնչի մեջ էլ ուզում եմ ես քեզ հրաժեշտ տալ գալու նորից հետաքրքիր հանդիպում ունենալու ակնկալիքով եւ խոստումով։ Իսկ եթե ունենայիր $1 ինչ կանեիր։ Իսկ եթե ունենայիք $1 ինչ կանեիք, պարոն Սիմոնյան։ Չէ, պարոն Սիմոնյանը ավելորդ էր։ Ռեսկի։ Իսկ եթե ունենայիք։ Իսկ եթե ունենայիք $1 ինչ կանեիք։ Կգնայի թատրոն։ Իսկ եթե ունենայիք $2։ Տաքսիով կգնայի թատրոն։ Սա մեր առաջին էտյուդն էր։ Երևի։ Շնորհակալ եմ Վահագն ջան։ Ես եմ շնորհակալ, ասուցել եմ շնորհակալ, Спасибо Богу, что мы есть։ Շնորհակալ եմ Աստծուց, որ մենք կանք։ Այս ամենակարևորը։ Հուսով եմ, որ ձեր կյանքում ամեն բան կկարգավորվի։ Կարգին է ինչ ա եղել, որ Եվ այնտեղից ես առաջարկում եմ ստանալ մեր հայրենակիցների ողջույնները առ ձեզ։ Նկարվենք իրար հետ։ Давайте։